եկեղեցի, ողջունում ենք ձեզ այսօր այստեղ աշտարակի կյանքի խոսք եկեղեցում։ Գիտես դու գտնվում ես շատ լավ վայրում։ Դու գտնվում ես այն վայրում, որ երկինք ա գնում։ Մեր եղբայրներից մեկը որ կա գնում, ինչ որտեղ գնում ենք, միշտ սիրում եմ իր կողքը նստել, ասեմ քո կողքը ազատ, ասում է հա նստի ես աթոռն էլ ա երկինք գնում։ Իմացի որ քո աթոռը երկինք ա գնում։ Ամեն, Փառք Աստծուն։ Ինչպես տեսնում եք, մենք փոփոխություններ ունենք մեր դահլիճում եւ լավ է, չէ՞ սենց։ Քեզ դուր ա գալիս։ Փառք Աստծուն, մեծացրել ենք մեր դահլիճը, սենց աթոռները սենց ենք դասավորել եւ կարծում սենց ավելի գեղեցիկ է, ավելի հարմար է եւ նաեւ օդափոխություն ունենք, որ իմ աշխատում է։ Իսկ կա մարդ, որ առաջի անգամ ընդհանրապես այստեղ ունենք, Աստված օրհնի ձեզ, շատ ուրախ ենք ձեզ տեսնել Աստծո ընտանիքի մեջ, վերջում անպայման ձեր համար աղոթելու ենք, լավ։ Փառք Աստծուն ձեր համար, որ այսօր այդ քայլը արել եք եւ եկել եք Աստծո տուն, սա Աստծո տունն է, սա Տեր Հիսուս Քրիստոսի տունն է եւ Տերը ասեց կդնեմ իմ եկեղեցին, որ աղոթքի տուն կկոչվի։ Մենք այստեղ աղոթք ենք անում Աստծուն, հավատալով, որ Աստված մեր մեջ է եւ Աստված կենդանի է լսում եւ պատասխանում, ամեն։ Շատ կարեւոր է մեզ Աստծո շնորհքը ունենալ։ Շատ կարեւոր է, բայց այսօր մի փոքր կարծես թե էժանացրել են Աստծո շնորհքը որոշ եկեղեցիներ եւ ասում են դե շնորհքը նրա համար է, որ դե ոնց ուզում ես ապրի, ոնց ուզում ես կյանքը վայելի, ինչ ուզում ես արա, մեկը շնորհքի տակ ենք եւ Աստված էլ ներել է մեզ, կփրկվենք եւ երկինք կհասնենք։ Բայց իրականում այդպես չի, որ ինչ ուզում ես արա։ Ոչ, մենք պետք է ապրենք Աստծո խոսքով։ Մենք պետք է պահենք Աստծո խոսքը, Աստծո պատվիրանները եւ պետք է սիրենք Աստծո օրենքները։ Ամեն։ Եվ այս տեղը կարծեմ ես Աստվածաշնչյան այս համարով Արտուրը վերջացրեց եւ այդտեղից էլ ուզեմ այսօր սկսեմ։ Առաջի Կորինթացիներ, առաջի գլուխ 6-ից 8-րդ խոսք։ Առաջի Կորինթացիներ 1:6-8։ Քրիստոսի մասին վկայությունը այնպես հաստատվի ձեր մեջ, որ ոչ մի շնորհք ձեզանից չպակասի մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայտնությանը սպասելով։ Ասում որպեսզի շնորհքը ձեզանից չպակասի Քրիստոսի հայտնությանը սպասելով։ Նա հաստատուն կպահի ձեզ միջև վերջ, որ անմեղադրելի լինեք Տեր Հիսուս Քրիստոսի օրը։ Անմեղադրելի կպահի ձեզ միջև հասնեք, անմեղադրելի նեք միջև հասնեք Քրիստոսի օրվանը։ Եվ ես ուզում եմ ձեր ուշադրությունը դուք պահեք այս խոսքի վրա։ Եվ այսօրվա խոսքի վերնագիրը այդպես է. Քրիստոսի օրը։ Քրիստոսի օրը, որ մի օր գալու է։ Ամեն։ Գիտեք, մտածում եմ, ինչպես կապրենք այս աշխարհի վրա, լավ թե վատ, հարուստ թե ոչ այդքան հարուստ, միշտ օրհնված թե որոշ փորձություններով, խնդիրներով, դժվարություններով։ Ամենակարևորը գիտես որն է, որ պատրաստ լինենք Քրիստոսի օրվանը։ Ինչպես էլ ապրենք մեր կյանքը, ինչ էլ ունենանք այս աշխարհի վրա, հարստություն, տներ, մեքենաներ, շատ նյութական բաներ, որ այսօր աշխարհը փորձում է ունենալ, ամեն ինչ անում է որ ունենա, փառք, պատիվ, չէ, մարդիկ են, չէ, ուզում փառք ունենան, պատվեն իրենց, մեծարեն իրենց, իրան գլխավորը լինեն, բայց վերջի հաշվով, գիտես, էական չի։ Ինչպես կապրենք այս աշխարհը։ Ամենակարևոր եւ ամենագլխավորը նա է, որ հասնենք Քրիստոսի օրվանը, որ պատրաստ լինենք Քրիստոսի օրվանը։ Այս սա է կարևոր սիրելիս, եւ մենք որպես
Աստծո ժողովուրդ սրա մասին պետք է մտածենք անընդհատ։ Ինչա Քրիստոսի օրը։ Քրիստոսի օրը գիտես դա այս վերջին օրերի իրադարձություններն է, որ լինելու է աշխարհի վրա, որ Տերը մի օր գալու է եւ դատելու է ամեն մեկին իր արածների համար եւ իր չարածների համար։ Ամեն եւ ինչպես ասեցի, բոլորս մի օր կանգնելու ենք նրա առաջ։ Բայց կարևորը թե ինչպես ենք կանգնելու։ Ինչպես ենք կանգնելու։ Ինչ ենք ունենալու մեզ հետ։ Արդյոք այնինչ Տերը մեզ ասել է եւ ինչի մեջ կանչել է եւ ինչ մեզ հանձնարարել է, մենք այդ ամենը պահելու ենք։ Թե սենց կիսաաշխարհիկ խառնված աշխարհի հոգսերով, ինչպես Արմինեն էր խոսում, պրոբլեմներով, ծանրություններով, վարկերով, պարտքերով, տառապած, հոգնած։ Ոչ սիրելիներ, մենք այդպես չպետք է կանգնենք Տիրոջ առաջ։ Լսի, եթե դու այսօր հոգնած ես, ոչ ֆիզիկապես, այլ այս աշխարհի ծանրություններից, դժվարություններից, հոգսերից։ Հիսուս ասեց ինձ մոտ եկեք, հոգնածներ եւ բեռնավորվածներ։ Եվ այսօր դու եկել ես իր մոտ։ Դրա համար թոթափի քեզանից բաց թող ամեն հոգս, ամեն ծանրություն։ Ոչ թե մտածի, թե ոնց եմ վաղը անելու, ինչպես եմ ապրելու, այլ մտածի նրա մասին, ինչպես եմ կանգնելու Տիրոջ առաջ, երբ որ նրա օրը կգա։ Ամեն։ Եկեք նայենք Փիլիպեցիների առաջի գլուխ 9-ից 10-րդ խոսքը։ Եվ սա աղոթք եմ անում, որ ձեր սերն են ավելի եւ ավելի հարստանա գիտությունով եւ ամեն հասկացողությունով, որպեսզի դուք լավագույնը ընտրեք, որ մաքուր լինեք եւ առանց գայթակղության Քրիստոսի օրումը։ Ինչա խոսքը մեզ սովորացնում։ Տեսեք, նախ սովորացնում է։ Պողոս առաքյալը աղոթք եմ անում ձեզ համար, որ ձեր սերը էլ ավելի շատանա, ավելի հարստանա, որպեսզի մենք պատրաստ լինենք Քրիստոսի օրվանը, նախ մեր մեջ պետք է Աստծո սերը հարստանա։ Ամեն։ Ամեն գիտությունով եւ ամեն հասկացողությունով ասում է, որ դուք լավագույնը ընտրեք, կարևորը ընտրեք։ Ստացվում է, որ մեր ընտրությունից է կախված, թե ինչպիսին ենք լինելու Քրիստոսի օրը։ Երբ որ օրը կգա, ասում է, որպեսզի դուք լավագույնը ընտրեք, որ մաքուր լինեք եւ առանց գայթակղության։ Մենք ենք ընտրում, սիրելիներ, այս կյանքում այնպես ապրենք, որ այդ օրը մաքուր եւ առանց գայթակղության։ Որովհետեւ այս աշխարհում շատ կա գայթակղություններ, այս աշխարհում շատ կա անմաքուր բաներ, որ հնարավոր է գալիս է մեզ կպնում է, միգուցե մեզ գայթակղում է, քաշում է իրան, տանում է դեպի իրան։ Այս աշխարհը լցված է ճակերտավոր շատ լավ բաներով, որոնց ետևում կանգնած է կորուստ եւ տառապանք։ Բայց գիտես, առաջի հայացքից շատ բարի եւ գեղեցիկ է թվում այդ ամեն ինչը։ Բայց այստեղ խոսքը մեզ զգուշացնում է, որ մենք լավագույնը ընտրենք, որ եւ չտրվենք այդ գայթակղություններին, որ մեր անձերը մաքուր եւ անարատ պահենք Քրիստոսի օրը։ Եվ ասեմ քեզ, շարունակելով Արտուրի քարոզը, որ շնորհքը հենց մեզ դրա համար է տրված։ Շատերը խառնել են, ասում են շնորհքը դե նրա համար է, որ մենք շնորհքի տակ ենք եւ այլը, ոչ սիրելիներ։ Տերը իր շնորհքը մեզ տվել է, որպեսզի մենք մեր անձերը պատրաստենք Քրիստոսի օրվա համար։ Ամեն եւ դրա համար Քրիստոսի շնորհքը այսօր մեզ վրա է, որ մի օր իր առաջ կանգնենք։ Բայց եթե մենք այսօր զանց ենք անում, անարգում ենք, մի կողմ ենք դնում Քրիստոսի շնորհքը, եւ ասում ենք, դե ես էլ իմ շնորհքը ունեմ, ես էլ իմ ձևով իմ ինչ-որ բան կարող եմ անել, դե ես էլ իմ ընտրությունը ունեմ, իմ կարծիքը ունեմ, հետո խնդիր ենք ունենալու, գիտես։ Եվ գիտես, Աստծո նպատակն է, որպեսզի աշխարհը մեզանից մաքրի։ Տեսեք, մենք բոլորս լցված ենք այս աշխարհով։
Ես որ եկել եմ Աստծուն եկել եմ եկեղեցի, ես լցված եմ եղել այս աշխարհի մեղքով, այս աշխարհի կեղտերով եւ այլն։ Եվ բոլորս ինչ որ բազա ունենք այս աշխարհից, հա, որ մեր այդ վերջը մեր մեջ կա։ Մեր սրտի մեջ, մեր բնավորության մեջ, մեր մտքերի մեջ, մեր հասկացողության մեջ, բայց գալիս ենք այստեղ, որ Աստված մեզ ազատի այս աշխարհից։ Եվ այնքան է Աստված ուզում, որ մեզ ազատի այս աշխարհից, որ այդտենց հոգ է տանում մեր համար։ Այո, Աստված հոգել է տանում մեր կերակուրի ապրուստի համար, բայց իր գլխավոր նպատակը Եվ Հիսուս Քրիստոսը հենց դրա համար եկավ այս աշխարհ, հենց դրա համար եկավ եւ խաչվեց, որպեսզի մեզ ազատի այդ մեղքերից, այդ անեծքից, այդ չար բաներից, որ մի օր իր հետ երկնքում լինենք, կամ երբ որ ինքը գա, որ շուտով գալու է, մենք լավ վիճակում լինենք։ Ես չեմ ուզում շատ փակագծեր բացեմ, որովհետեւ ուզում ես թեմայի մասին հետո էլի քարոզեմ։ Ամեն շատ կարևոր է այսօր մեր կյանքը, մեր ապրելակերպը, մեր սիրտը, մեր հնազանդությունը Աստծուն, Աստծո խոսքին, մեր խոնարհությունը եւ մեր սրբությունը։ Եվ ինչպես խոսք ասում առանց որի ոչ մեկ Տիրոջը չի տեսնի։ Եվ ինչպես խոսք ասում ոչ մի անմաքուր բան երկինք չի մտնի։ Գիտեք, այդքան էլ հեշտ չի, ոչ մեկ իր ուժերով չէր կարա արդարանար, ոչ մեկ իր ուժերով չէր կարա այնպես մաքուր ապրեր, որ փրկվեր։ Եվ դրա համար Հիսուսը եկավ, խաչվեց եւ իր շնորհքը թողեց մեզ։ Եվ ինչ որ ենք, նրա շնորհքով ենք։ Եվ եթե արդարացած ենք, նրա թափված արյան գինն է, նրա կատարած զոհն է, եւ այդ զոհի միջոցով հավատալով նրա զոհին եւ արդարանալով մենք կարող ենք երկինք մտնել։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Այո, կարևոր է ինչպես ենք կանգնելու։ Եվ սա մեր գլխավոր նպատակն է։ Բայց ունենք թշնամի, որ ամեն բան ուզում անի, որպեսզի մեզ շեղի։ Եվ մարդը կարող է եկեղեցի հետաքրքիր քարոզներ լսի։ Բայց ամենակարևոր եւ գլխավորի մասին այդպես էլ չիմանա, որ նպատակն է մեր երկինք հասնելը։ Եվ թվում է, թե շատ բաներ նորմալ է, ճիշտ ենք անում, լավ ենք անում, գեղեցիկ ենք անում, պայմաններ ենք ստեղծում, հարմարավետություն ենք ստեղծում։ Ես ամեն ինչը լավ է, վատ չի, բայց կարևորը չի։ Կարևորը ստեի մաքուր օդը չի։ Գիտեք, ժամանակին մարդիկ այս պայմանները չեն ունեցել։ Ես ժամանակին մի հատ քարոզ կար լսում է այդ եկեղեցու, Ամերիկայում էր այդ եկեղեցին, եւ այդ եկեղեցով ասում էր մեր եկեղեցում աթոռներ չկան, որովհետեւ ասում էր ինչպես կարելի է Տիրոջ ներկայության մեջ նստել։ Միգուցե ասում ենք ծայրահեղություն է, բայց այդ մարդը այդ հայտնությունը ուներ։ Եվ ասեմ քեզ այդ եկեղեցին շատ էլ երջանիկ էր, որ աթոռներ չկար, գալիս կանգնում էին կամ ծնկի էին իջնում։ Այսօր դե ժամանակները փոխվել է։ Այսօր պետք է ամեն ինչ հարմար լինի։ Այո, թող հարմար լինի, բայց եկեք գլխավորը չմոռանանք։ Հոգու փրկությունը, անձի մաքրությունը, սրբությունը։ Փառք Հիսուսին, որպեսզի գիտես չզբաղվենք այս հարմարավետությունով եւ կորցնենք պահը։ Գիտես, որտեղ մի պահ է լինելու դա։ Եվ հանկարծ փողերը հնչելու են եւ սկսվելու է։ Սկսվելու է ժողովուրդ ջան մի օր։ Հանկարծ չլինի, որ մենք պահը կորցնենք։ Հանկարծ չլինի, որ դու քո տեղում չլինես։ Հանկարծ չլինի, որ զբաղված լինենք ինչ-որ աշխարհային հետաքրքրությունով, ինչ-որ աշխարհային կարևորությունով եւ պահը բաց թողենք։ Մի ակնթարթ։ Եվ գիտես ինչպես է գալու Տերը։ Հիմա կկարդամ քեզ համար։ Երկրորդ Պետրոս 3:10։
Երկրորդ Պետրոս 3:10 Բայց Տիրոջ օրը գողի պես պիտի գա Ինչի պես գողի հանկարծակի որ ոչ մեկ չէր սպասում բայց ուզում եմ ձեզ ասել լսի այդ աշխարհը չէր սպասում բայց հո մենք պետքա սպասենք որտեղ միտեղ են ասում այ ձեզ համար գողի պես չի գալու Ես եթե քնած լինես գողի պես է գալու հոգևորում եթե տեղում չլինես հանկարծակի է գալու Տիրոջ օրը գողի պես պիտի գա այն ժամանակ երկինքը շառաչյունով պիտի անցնի իսկ երկնային մարմինները հրով կիզված պիտի քանդվեն եւ երկիրն ու նրա վրա եղած գործերն էլ պիտի այրվեն ասում ես երկիրը եւ նրա վրա եղած գործերը այդ տները որ սարքում են այդ դղյակները այդ ամեն ինչը որ ունեն մի վարքյանում այրվելու է կորելու է Տիրոջ գալստյան օրը Քրիստոսի օրը էլ ոչ մի բան պետք չի ոչ հարստությունը ոչ պաշտոնը ոչ հեղինակությունը ոչ մի բանը մարդուն չի կարալու փրկի ու ազատի այդ կրակներից այլ միայն Քրիստոսին հավատալը եւ նրա տան մեջ բնակվելը եւ սրտիդ մեջ նրան ունենալը եւ նրա համար ապրելը եւ նրա շնորհքը ամեն Փառք Տիրոջը եւ որպես ճիշտ եւ հավատարիմ քրիստոնյաներ մենք ոչ միայն պետք է մտածենք սրա մասին այլ մենք պետքա նաեւ չփրկվածների համար էլ մտածենք այո կասես բայց ինչ լավ է ես այդ ամեն ինչը ունեմ ինչ լավ է ես այսօր այստեղ եմ Ես կփրկվեմ, ես կհափշտակվեմ, երբ որ հափշտակության օրը գա։ Լսի բա մնացած է։ Եվ մենք հենց դրա համար ենք այստեղ հավաքվում, աղոտ քանում, որպեսզի մյուսներն էլ փրկվեն։ Այս աշխարհի մարդիկ էլ փրկվեն, մեր հարևաններն էլ փրկվեն, որ մեզ չհալածեն։ Եվ միգուցե քո ընտանիքի անդամ էլ կա, որ պետք է փրկվի։ Եվ գիտես, սրա համար էլ Աստված խոսք ունի, ինչպես ապրենք անհավատների մեջ, ինչպես ցույց տանք Քրիստոսին, ինչ ենք մենք ցույց տալու այս աշխարհին, որ այդքան էլ չենք տարբերվում աշխարհից, հա? Ինչպես աշխարհի մոդան է, մենք այդ մոդան պահում ենք, ինչպես աշխարհի խոսակցությունն է, մենք այդպես խոսում ենք, Ինչպես աշխարհն է վատ խոսքեր ասում, մենք էլ ենք վատ խոսքեր ասում, թե պետքա տարբերվենք, ինչ կարծիք ես, պետքա տարբերվենք, թե չէ, եթե չտարբերվենք, ուրեմն իզուր է մեր Աստված պաշտությունը, եթե մենք կիրակնորյա հավատացյալ ենք միայն, իզուր է մեր Աստված պաշտությունը, կներեք մենք իզուր ենք այսքան ծախսանում, Գիտես 90-ական թվականներին 50-ական եկեղեցիները գերեզմաններում են հավաքվել, անտառներում են հավաքվել, քարերի վրա նստած, խոտերի վրա նստած եւ ավետարան են քարոզել եւ մեծ արտնություն է եղել եւ մեր եկեղեցին էլ ծնվել է հենց 50-ական եկեղեցուց։ Մեր ավակ հովիվը ինքը ապաշխարել է հովիվ Արտուր Սիմոնյանը, ապաշխարել է 50-ական եկեղեցում։ Եվ միգուցե կլինեն մարդիկ այդ ժամանակներից, Աստված օրհնի ձեզ, և մարդիկ այդ դժվարությունները անցել են, և եթե այսօր մենք մտածում ենք միայն հարմարավետության մասին, մտածում ենք այս աշխարհին, դե կարանք մի քիչ խառնվենք, ուրեմն մեզ համար դժվար է լինելու Քրիստոսի օրը, և Առաջի Պետրոս երկրորդ գլխում 11-ից 12-րդ խոսքում տեսեք թե ինչ է գրված Առաջի Պետրոս 2:11-12 Սիրելիներ աղաչում եմ ձեզ իբրև պանդուխտների եւ օտարականների Պետրոս առաքյալը իր եկեղեցուն ասում է աղաչում եմ ձեզ չի հանդիմանում չի խնդրում աղաչում է ձեզ ես էլ եմ միանում այդ աղաչանքին
Հեռու մնացեք մարմնական ցանկություններից, որոնք կռվում են հոգու դեմ։ Մարմնական ցանկությունները, ասում կռվում են հոգու դեմ։ Հեթանոսների մեջ լավ վարք ունեցեք, որպեսզի այն բանում, ինչում ձեզ իբրև չարագործների բամբասում են, ձեր բարի գործերը տեսնելով փառավորեն Աստծուն այցելության օրը։ Այցելության օրը։ Ձեր բարի վարքը տեսնելով։ Աղաչում եմ ձեզ, ասում եմ, հեթանոսները, այսինքն անհավատների մեջ լավ վարք ունեցեք։ Գիտես, այսօր մեզանից բամբասում են այս աշխարհում։ Գիտեն, դե մենք լավը չենք, մենք աղանդավոր ենք, էլ չգիտեն, որ տաղանդավոր ենք։ Վերջ ինչ ասես ասում են։ Դե մի ժամանակ ես էլ էի ասում։ Մինչև հայտնվեցից թե, որ տեսա ես ինչ լավ է։ Բայց գիտես, այսօր աշխարհը, եթե ուզում ենք գան, եթե ուզում ես քո հարևանը, քո հարազատը փրկվի, մենք պետք է իրանց մեջ բարի վարք դրսևորենք, որ այդ բարի վարքը տեսնելով փառավորեն Աստծուն, որ մեզ տեսնեն, ասեն երանի քեզ, ես ինչ սխալ բան էի անում, որ ես մարդու համար չար բաներ էի խոսում։ Եվ ասում եմ ոչ միայն բարի վարք, այլ բարի գործերը։ Եվ սրանով մենք ցույց ենք տալու Քրիստոսին, սրանով մենք ցույց ենք տալի, որ մենք ճիշտ տեղում ենք եւ ճիշտ ընթացքով ենք գնում։ Ամեն որ այցելության օրը մարդիկ կանգնեն, վկային ասեն, այրա պահվածքը տեսա դրա համար եկաք Աստծուն։ Այրա բարի գործերը տեսա դրա համար ապաշխարեցի։ Տեսնում եք, որ կարևոր է մեր կյանքը, մեր ապրելակերպը, մեր օրինակ լինելը, մեր վարքը, չէ որ մեզ նայում են, այո, եթե մենք միայն կիրակնորյա հավատացյալներ ենք եւ մնացած օրերը ապրում ենք այս աշխարհի մարդկանց նման եւ իրանցից չենք տարբերվում, ուրեմն դեռ մենք փոխվելու տեղ ունենք, բայց վախենամ Քրիստոսի օր ավելի շուտ գա։ Դրա համար հորդորում եմ եւ աղաչում եմ, եկեք փոխվենք, եկեք թողենք այս աշխարհի ցանկությունները եւ մեղքերը եւ շատ բաներ։ Ամեն։ Սիրելիներ, նայելով աշխարհում կատարվելիք իրադարձություններին մենք հասկանում ենք, որ օրը մոտեցել է, Քրիստոսի օրը մոտեցել է, երբ որ մենք Աստվածաշնչի հետ համեմատում ենք այս օրերը, մենք տեսնում ենք պատերազմներ, տեսնում ենք արհավիրքներ, տեսնում ենք մահ տարաժամեր, այսինքն երիտասարդ մահեր, եւ տեսնում ենք, որ պղծությունը գնալով շատանում է եւ Աստվածաշունչը համեմատում է Նոյի օրերի հետ։ Ասում է ինչպես Նոյի օրերում էր, ուտում էին, խմում էին, կյանքը վայելում էին, իրանց համար ապրում էին, երբ որ մենք մեր շուրջը նայում ենք, տեսնում ենք, որ այսօր նման է Նոյի օրերին։ Բայց գիտես, Աստված այն ժամանակ Նոյի միջոցով զգուշացրեց, ասեց, երկիրը կործանելու եմ եւ հիմա էլ է զգուշացնում։ Եվ ով մտավ տապանի մեջ, ինքը փրկվեց։ Նոյի իր ընտանիքի հետ մտավ տապանի մեջ եւ փրկվեց։ Եվ այսօրվա տապանը գիտեք որն է։ Եկեղեցին է։ Հիշում եք, Հովիվ Սևակը համեմատեց մեր եկեղեցին տապանի հետ։ Ասում այսպես որ նայում եմ տապանի նման է։ Եվ մենք տապանը մի քիչ մեծացրել ենք, որ ավելի շատ մարդ տեղավորվի տապանի մեջ, ամեն, որ փրկության օրը շատ մարդ լցվի, մի ընտանիք չլինի, ինչպես ջրեղեղի ժամանակ էր, որտեղ ասում եմ նայեցի այն ժամանակվա աշխարհը, պատկերացնում եք, ինչքան էր աշխարհը պղծվել, ասում եմ նայեցի եւ միայն Նոյին տեսա, արդար եւ Աստծո սրտի համեմատ մարդ։ Եվ ես ուզում եմ եւ աղոթում եմ եւ բոլորս միասին աղոթում ենք, որ շատ մարդիկ լինեն,
Աստծո սրտի համեմատ եւ տապանը լցված լինի։ Ամեն, որովհետեւ պիղծը ավելի է բղծվում։ Այս չար դաժան օրերի մեջ մենք տեսնում ենք պիղծը ավելի է բղծվում եւ դրա համար սուրբը պետք է ավելի սրբվի։ Հալելույա։ Փառք Աստծուն։ Եվ մենք առավել եւս սիրելիներ պետքա արթուն եւ զարթուն լինենք։ Արթուն եւ զարթուն լինենք։ Եբրայեցիներ 10:24-25 Եվ միմյանց նկատմամբ հոգատար լինենք, սիրո ու բարի գործեր մղելով։ Եվ մեր մեկտեղ հավաքվելը մի թողեք, ինչպես ոմանց սովորությունն է, այլ միմյանց քաջալերեք եւ այնքան ավելի, որքան տեսնում ենք, որ օրը մոտեցել է։ Մենք տեսնում ենք, որ օրը մոտեցել է։ Եվ ինչ ասում Եբրայեցիների թուղթը, իրար քաջալերեք եւ մեկտեղ հավաքվելը մի թողեք։ Տապանում հավաքվելը մի թողեք։ Ինչպես ասում է շատերի սովորությունն է։ Որտեւ սա ոչ թե սովորություն է, որ տոներին մենակ գանք։ Ամեն մեկտեղ հավաքվելը մի թողեք եւ միմյանց քաջալերեք։ Հիմա նայ քո կողքը ով չկա։ Քո ամուսինը չկա միգուցե կամ ով կուզեր որ քո կողքը լինի։ Գնա քաջալերի, ասա։ Մեկտեղ հավաքվելը եկեք չթողնենք, որովհետև մենք տեսնում ենք, որ օրը մոտեցել է։ Եվ չլինի այնպես, իհարկե կլինի էլ այդպես, որտև Տերը ասեց, որ երկու հոգի մեկտեղ կլինեն, մեկը կվերցվի, մեկը կմնա։ Չես ուզում, չէ՞ մեկը մնա։ Ով կուզի իր կողքինը մնա։ Երկու հոգի ասում միտեղ աշխատելուց կլինեն, մեկը կվերցվի, մեկը կմնա։ Պատկերացնում ես։ Ասել եք ես ինչ եղավ։ Դրա համար քաջալերենք մեկս մյուսին։ Ամեն։ Ոչ թե նստենք տուն ասենք դե թող հովիվը զանգի ինձ հրավիրի։ Ես ուզում եմ ձեզ ասել, որ եկեղեցին հրավիրելով չի։ Մենք հրավիրատոմս չենք բաժանում։ Ստեղում են հրավիրատոմս տվել։ Իսկ ով է զոռով եկել։ Բոլորս մեր ցանկությունով, հոժար կամքով, ուրախությունով եկել ենք Աստծո առաջ, հավատալով որ նա այստեղ է։ Ամեն։ Փիլիպեցիներ 2-րդ գլուխ 14-16 խոսք։ Եվ խոսքը շարունակում է մեզ սովորացնել։ Ամեն բան առանց տրտունջի եւ վիճաբանության արեք։ Կլինի, չէ՞։ Ստեղեք ժողովուրդ։ Տոթա արդեն։ Ամեն բան առանց տրտունջի, տրտունջ գիտեք, չէ՞ ինչա, բողոք։ Եվ առանց վիճաբանության արեք, լավ բան է, չէ՞ սովորացնում։ Եվ խոսքասպա ոչ միայն լսողներ եղեք, այլ նաև կատարողներ։ Մի կռվեք ոչ մեկի հետ, ոչ մեկից էլ մի բողոքեք։ Օրհնեք բոլորին։ Օրհնեք մեր քաղաքական գործիչներին։ Մի բողոքեք իրանցից։ Որպեսզի անարատ Աստծո անբիծ եւ անմեղ զավակները լինեք։ Ուզում ես Աստծո անարատ եւ անբիծ զավակը լինես։ Ուրեմն չպետք է բողոքես եւ չպետք է վիճես, կռվես մարդկանց հետ։ Մարդիկան Աստծո հետ են կռվում։ Եղելա որ հեչ քո մեջ են սրտիդ խորքում Աստծո հետ մի քիչ տենց կռվես, համաձայն չլես։ Կարա լինի։ Աստված գիտի, ես չեմ ասում ասես այո կամ ոչ, բայց դե լինում է դժվարություններ, նեղություններ։ Ասես Տեր, բայց այսքան ես հավատարիմ եւ այլ։ Բայց այնքան ուժեղ է, որ հենց այդ ժամանակ, երբ որ ընկած ես, երբ որ դժվար է, երբ որ ահավոր է, այդ ժամանակ ասես Տեր, մեկա քեզ փառք եմ տա, մեկա դու կաս, մեկա դու արդար ես, մեկա դու ճիշտ ես,
Մեկա դու ես Աստվածը, ոնց էլ ապրենք այս աշխարհի վրա, դե վերջը էական չի, վերջը տեղ հասնելն է։ Վերջը Քրիստոսի օրվանը պատրաստ լինելն է։ Այդքան էլ հեշտ չի քրիստոնյայի կյանքը, բայց շատ կարևոր է։ Ապահովություն կա այստեղ։ Երբ որ ջրերը եկան ջրհեղեղի օրը, Աստված այնպիսի ծրագիր էր տվել Նոյին եւ Նոյը, որ երբեք նավ չէր սարքել, որտեղ նավ պետք չէր աշխարհի վրա։ Այնպիսի նավ էր սարքել, որ այդ ջրհեղեղը այդքան ջրեր եկան, ամբողջ աշխարհը ծածկեցին, բայց նավին ոչինչ չեղավ։ Մեջիններին էլ ոչինչ չեղավ։ Բայց իրանք փրկվեցին։ Ինչ է լինես աշխարհում, այս տապանի մեջ լինողներին ոչինչ էլ չի լինելու Քրիստոսի օրը, որտեղ դու ապահով տեղում ես, որտեղ Աստված այնպես այդ եկեղեցին կառուցել, հիմնել, որ դժոխքի դռները չեն կարող հաղթեն։ Ամեն ուրախ ես դրա համար։ Փառք Հիսուսին։ Գիտես վերջերս ոնց որ այդ տեղը չէ, ուշադիր չէ եղել, երբ որ Նոյը վերջացրեց տապանի կառուցումը եւ իր ընտանիքի հետ եւ այդ կենդանիների հետ մտավ եւ Աստված ասում է դուռը փակեց, գիտեք ինչ կատարվեց, միանգամից ջրերը չեկան, 7 օր հետո նոր սկսեցին ջրերը գալ, ու ես պատկերացրեցի այդ 7 օրը ինչա կատարվում Նոյի եւ իր ընտանիքի հետ եւ դրսի մարդկանց հետ, ծաղրում էին, ասում են բա ուրա անձրև, ինչ անձրև, ինչ ջրհեղեղ, ասում են երևի ծերուկը գժվել է, ես ինչ սարքեց ընտանիքի հետ մտավ մեջը, մի 1000 հատ կենդանի էլ լցվեց մեջը, 7 օր նստած սպասում է, ինչ եք կարծում Նոյի ընտանիքից մեկը, տղեկից մեկը բա չասեցին, պապ բա ուրա, խայտարակ եղանք, ու այդ դուռը էլ չէր բացվում, գիտես, երբ որ Աստված դուռը փակել էր, այդ դուռը չէր կարող մարդը բացել, որտեղ ինչ որ Աստված փակում է, մարդը չի կարող բացել, եւ ինչ որ Աստված է բացում, մարդը չի կարող փակել, եւ այդ դուռը մտածում եմ ներսից ջարդում էին Նոյի տղեկը, օրինակ, կավատես չի եղել, բայց ասում են պապ ամոթակել հելնենք ինչ ջրհեղեղ, 7 օր համբերություն, միգուցե 7 օր է մնացել քո համբերությանը, որ սպասես, իջև ջրերը կգա, օրնության ջրերը կգա, հաղթանակի ջրերը կգա, քեզ արդարացնելու իրավիճակը կգա, կասես, բայց ինձ անարգի, անտեղի ինձ վիրավորում են, նեղացնում են, կարող է 7 օր է մնացել, որ էլ չնեղացնեն, մինչև Տեր իր արդարությունը ցույց տա քո կյանքում։ Դրա համար մեզ պետք է համբերություն։ Ամեն, համբերություն, սպասի, քիչ է մնացել։ Ես կարդացի այս տեղը։ Չեմ հիշում։ Դուք էլ չեք հիշում, ինչ լավ է։ Հակիսատ եմ թողել, առանց տրտունջի և վիճաբանության արեք, որպեսզի անարատ Աստծո անբիծ և անմեղ զավակներ լինեք այն կամակոր և խոտոր սերնդի մեջ, որի մեջ պիտի երևաք որպես աշխարհում լույս տվողներ։ Դու ուզում ես այս աշխարհում լույս տվող երևաս, այս վատ սերունդի, վատ մարդկանց չար աշխարհի մեջ և կյանքի խոսքը պահելով, այստեղ մեր մասին էլ է գրված, կյանքի խոսքը պահելով, որպեսզի Քրիստոսի օրը ինձ համար բարձենալու բան լինի, թե զուր տեղը չվազեցի և զուր տեղը չաշխատեցի, որ բարձենալու բան լինի, որ ասի, ես իմոնք են, նայի, լույս են ես աշխարհի մեջ, իզուր չարեցի, ինչ արեցի իմոնց համար, ամեն, մենք պետք է լույս լինենք այս աշխարհի համար, լույս տվողներ, և դրա համար պետք է կյանքի խոսքը պահենք, որ Քրիստոսի օրը բարձենալու բան լինի, ամոթով չմնանք, Քրիստոսի օրը ամոթով չմնանք, Փառք Հիսուսին է վերջի տեղն եմ ուզում նայենք, Փիլիպեցիներ 1:6 Եվ հաստատ համոզված եմ սրանում, որ նա, ով ձեր մեջ այս բարի գործը սկսեց ավարտին կհասցնի մինչև Հիսուս Քրիստոսի օրը։ Ես ուզում եմ այսպես համոզվածություն մեր մեջ լինի։ Հաստատ համոզված եմ,
որ նա, ով այս գործը սկսեց մեզանում, ավարտին էլ կհասցնի։ Այստեղ այո, մեզ պետք է այդ համբերությունը, մեզ պետք է դիմանալ, մեզ պետք է հավատալ, որ Քրիստոսի օրը գալու է, եւ մենք պետք է համբերությամբ անցնենք եւ ոչ մի բանից չվախենանք, եւ հավատքը չկորցնես լսի։ Մի նայ իրավիճակներին, շատ իրավիճակներ կգան, շատ դժվարություններ կգան, շատ բաներ տեղի կունենա այս աշխարհի վրա, բայց դու քո հայացքը ուղղի Քրիստոսին եւ սպասի նրան, որտեղ նրա օրը գալու է, ամեն, եւ ոչ միայն հավատանք, սիրելիներ, այլ մտնենք դրա մեջ, այլ ապրենք այդպես։ Գիտես, մենք այսօր լսեցինք, այո, հավատում ենք, հավատացինք, բայց կարևորը մենք մտնենք դրա մեջ, ապրենք այդ սպասումով, ապրենք այդ կյանքով, ինչը որ կարդացինք, մաքուր, անարատ, անբիծ, սպասելով Քրիստոսին, լուսավորելով այս աշխարհը, ծառայելով նրան եւ շատ գործ անելով նրա տան մեջ, նրա արքայության համար, որպեսզի տապանալիքը լինի։ Ամեն